Ադրբեջան անվանումը Արաքսից հարավ Պարսկաստանի հյուսիսարևմտյան նահանգի վրա դրվել է մեր քրոջության օրերին այդ սկզբերին։ Պատճառն ինչ էր, այդ տարածքը կոչվում էր Մարաստան, իսկ պարսկական ուրեմն կայսրության մաս էր կազմում։ Բայց երբ որ այդ Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց տարածքի վրա եւ գրավեց Պարսկաստանը, Մարաստանի ղեկավար զինվորական ղեկավարը Ատրոփատ անունով մեկը իր երկիրը պաշտպանեց եւ չթողեց, որ Ալեքսանդր Մակեդոնացին մտնի այդ շրջանը։ Այդ ազատ մնաց նրանց գրավելուց չգրավվեց։ Իր մահվանից դա մի բավական ժամանակ անց տեղի ժողովուրդը որոշեցին, որ իրենց երկրի անունը, որը Մարաստան էր, փոխեն ի պատիվ այդ զորավարի, որ իրենց փրկել է Ալեքսանդր Մակեդոնիայի արշավանքներից, դնել Ատրոփաթեն, եւ երկրի անունը դարձավ Ատրոփաթեն։ Մինչդեռ այդ անունը արաբների ներխուժումից հետո նրանց երբ որ լեզուն փոխվեց արաբերենի տառերի պակասի G, J եւ Z տառերի խնդիրների, դա աստիճանաբար տրոհվեց, դարձավ Ադրբեջան, Ադրբեջան։ Ի վերջո Ադրբեջանը երևաց Պարսկաստանի նահանգ։ Եվ հանկարծ 1918 թվականին, երբ որ Կովկասի հարավում 3 հանրապետություններ ստեղծվեցին, անկախ հանրապետություններ ստեղծվեցին, երկուսը Վրաստանը եւ Հայաստանը վերցրեցին իրենց նախկինում ճանաչված անունները, երրորդը պետք է կոչվեր, որ հարավ-արևելյան Կովկասի մուսուլման հանրապետություն։ Բայց իրենց ղեկավար հայտնի Ռասուլզադե Ամին Ռասուլզադե ծայրահեղականը խորհրդակցելով Օսմանական կայսրության ներկայացուցիչների հետ որոշեցին անունը փոխել, վերցնել Պարսկաստանի անունը Ադրբեջան անունը եւ իրենց երկրամասը կոչել այդ անունով։